Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցն է սպասվում Հայաստան եւ Ադրբեջան, J.D. Vance-ին այցին ընթառաջ նամակներ են գրում մի շարք գործիչներ, նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում բանտարկված Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Նրանց թվում են Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, կալանավորված Բագրատ Գալստանյանը եւ այլք։ Արամ առաջին կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հոգևոր մշակութային կոթողների անվտանգ պահպանման հրատապ հարցերի վրա դիմելով նրա անձնական միջամտությանը։ Եվ այժմ զրուցելու եմ Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Ողջույն պարոն Աթանեսյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Աթանեսյան, այն որ սրանք շատ պայմանական են կոչվում դատական պրոցեսներ կամ դատական վճիռներ, դա պարզ է, հասկանալի է, մենք արդեն քանի տարի դրա մասին խոսում ենք եւ պարզ է, որ սա Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից թելադրված եւ որոշումները իրենց կողմից կայացված վճիռներ են, այսպես ասենք, այնուամենայնիվ ինչ է հետևելու է այս վճիռներից, արդյոք շարունակելու է պահպանվել այս մարդկանց վերադարձը Հայաստան կամ ազատ արձակումը առհասարակ եւ որքանով ենք մենք քաղաքական վերջին զարգացումների համատեքստում ինչպես ենք մոտենում, հա, այս հրապարակված այսպես կոչված դատական վճիռներին, նախորդին օրինակ Ալիևը եւ Փաշինյանը մրցանակ էին ստանում եղբայրության զայդ կոչվող մրցանակը խաղաղության համար, իսկ այսօր մենք ունենք այսպիսի դաժանագույն ծայրահեղ այսպես կոչված դատական ակտեր Արցախի իշխանական եւ ռազմական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Իհարկե առաջին տպավորությունը այն է, որ այսպես կոչված այդ դատավճիռների հրապարակման օրը պատահական չի ընտրվել, փետրվարի 5-ը հաջորդում է Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Բնականաբար առաջին ընկալումը առնվազն հարց է ծնում, թե արդյոք հայ-ադրբեջանական խաղաղությունը կամ հարաբերությունների կարգավորումը մտել է այլևս անշրջելի, անդառնալի, անվերադարձ ուր։ Եթե միջազգային քաղաքական իրավիճակի առումով նաև գնահատենք, ապա պարզ է, որ դա նաև ակնարկ է Միացյալ Նահանգների փոխնախագահին, ով առաջիկայում պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Մանավանդ որ, ինչպես նաև դուք նշեցիք, ԱՄՆ փոխնախագահին հասցեագրված դիմումների, միջնորդությունների առատություն կա, այսպես ասած, եւ այս ֆոնին սոցիալական մեդիայում տարածվել է նաև Հույդա բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գրառումը այն մասին, որ Ֆրանսիայի սենատը հայ գերիների վերադարձի մասին հայտարարություն է ընդունել կամ բանաձև է ընդունել, որ այդ տեղեկատվությունը որևէ այլ աղբյուրից առեսպահը գոնե ինձ համար ճշտված չէ, բայց երևույթը ինքը քաղաքական խոսում է, եթե ընդհանրապես պրոցեսը գնահատելու լինենք ԵԽԽՎ-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արաբ Միրզոյանի ելույթի այն ընդգծումներից, որ Բաքվում պահվող 19 անձանց վերադարձի հարցը բոլոր մակարդակների, բոլոր շփումներում Հայաստանը քննարկում է։ Ու ես ազնական այսպիսի տպավորություն ունեմ, որ նման հեղինակավոր ամբիոնից Հայաստանի արտաքին գործերի նախարարը չէր հրապարակայնացնի 19 անձանց ճակատագրով պաշտոնական Երևանի հետաքրքրվածությունը, եթե քննարկումներում որևէ առաջընթացի հույս նա չունենար կամ հեռանկար չտեսներ, ըստ երևույթին այսպես կոչված այդ դատավճիռների հրապարակումը Ալիևի համար
իմ կարծիքով ներքի խնդիր լուծելու առաջնահերթություն ունի, որովհետև եթե հետևենք ադրբեջանական ընդդիմադիր մամուլի հրապարակումներին, մասնավորապես Եվրոպայում ադրբեջանական վտարանդիրության ռեսուրսներին, տեղեկատվական ռեսուրսներին, ապա այնտեղ այսպես տարածվել է կարգախոս, որ Իլհամ Ալիևը շակերտներով իրենց արտահայտությամբ ցեղասպանության մեջ մեղադրվող հայերին ազատ է արձակվում, իսկ ասենք ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին կալանքի է ենթարկում։ Այսպիսի խոսույթ համեն դեպս կա եւ ես կարծում եմ, որ դա նաեւ ինչ-որ հանրային տրամադրությունների արտահայտություն է, եկեք չմոռանանք, որ ադրբեջանական հանրությունը շարունակում է մնալ ռադիկալ արմատական վերաբերմունք ունի այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է Հայաստանին, հայ ժողովրդին, հայ մարդուն առհասարակ։ Կարծում եմ Ալիևը նաև այդ խոսակցությունները չեզոքացնելու կամ չգիտեմ մեղմելու նկատառումներից ելնելով է, որ նման դատավճիռ ճակերտավոր դատավճիռ է կայացել, իսկ որ դա այդ վճիռները այսպես կոչված հեղինակվել են նրա աշխատակազմում, ես կարծում եմ ոչ ոք չի կասկածում դրանում։ Կա նաև մի այլ նրբություն մեր 4 հայրենակիցների հայրենադարձությունից հետո, երբ ադրբեջանական կողմում քննարկումներ էին ծավալվել, մամուլում այսպես մի տեսակետ հնչեց, որ Իլհամ Ալիևը որպես Ադրբեջանի նախագահ չի կարող ներում շնորհել այն անձանց, ում նկատմամբ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ չի մտել։ Ինչ է դա նշանակում, ինչ ենթադրություններ կարելի է անել, կարծում եմ մոտ ապագայի խնդիր չէ, բայց եթե հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը վերջնականապես ստորագրվի եւ ուժի մեջ մտնի, անկասկած Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին պաշտոնյաների նկատմամբ կայացրած այդ այսպես կոչված դատավճիռը որոշիչ չի լինելու, որովհետեւ Ադրբեջանում, ինչպես ասացի, արդարադատություն չկա, գոյություն չունի, ամեն ինչ որոշում է մեկ անձ։ Դա Իլհամ Ալիևն է եւ կարծում եմ պետք է շարունակել այդ թեմայով միջազգային գործընկերների եւ Ադրբեջանի հետ երկխոսությունը եւ խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին զուգահեռ կարելի է հուսալ, որ այսօր Բաքվում ցմահ ազատազրկման եւ երկարատև անտարկության դատապարտված անձինք հայրենադարձվելու հնարավորություն կունենան։ Պարոն Աթանեսյան, դուք նաև նշեցիք, որ գուցե նաև ակնարկ է ԱՄՆ փոխնախագահային կամ նրա այցին, ակնարկ ինչ համատեքստում։ Ակնարկային համատեքստում, որ նման զգայուն հարցերը կարող են կարգավորվել միայն, ասենք, երկկողմ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով եւ Ալիևի համար հաճելի չէ, եթե այդ թեման Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Բաքվում բարձրացնի։ Բայց այնուամենայնիվ այդ թեմայի հնարավոր բարձրաձայնման հավանականություն պահպանվում է եւ արդյոք կարող է նաեւ հնարավորություն լինել, որ Վենսի այցը նշանավորվի նաեւ գերիների որոշ թեկուզ քանակի ազատ արձակմամբ։ Ես չեմ կարծում, թե այցի ընթացքում կամ ասենք այցին ընդառաջ կամ այցից մեկ շաբաթ հետո կարող է նման իրադարձություն տեղի ունենալ, ու Ալիևը սովորաբար որպես կանոն փորձում է ամեն ինչ, ամեն հարցում առաջ մղել իր ցանկությունը, իր կամեցողությունը կամ ոչ կամեցողությունը եւ շատ հնարավոր է, որ ԱՄՆ փոխնախագահի Բաքու այցի ընթացքում ձեռք բերվի ինչ-որ պայմանավորվածություն, որոշակի
անձանց հայրենդարձության հարցում, բայց այդ համաձայնությունը իրականություն դառնա ամիսներ հետո, որպեսզի ներքին ադրբեջանական հանրությունը տպավորություն չունենա, որ Վենսը Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշում գործադրեց կամ ցանկացած երկրի ցանկացած առաջնորդ, որովհետև նա իր ժողովրդին, իր հանրությանը, մանավանդ վերջին 5 տարիներին, 5-6 տարիներին այնպես է վարժեցրել, որ իր հետ աշխարհի ոչ մի հզոր առաջնորդ չի կարող խոսել նախապայմանով։ Կարող է լինել միայն փոխադարձ համաձայնություն, կարող է լինել միայն բարի կամքի դրսևորում։ Ահա այս նրբությունը պետք է հաշվի առնել։ Այնուամենայնիվ, այս ամեն ինչը բնականաբար արդեն Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտից արձագանքներ կան եւ զուգահեռներ են տանում խաղաղության process-ի, այս հրապարակված ծայրահեղ, այսպես կոչված դատական վճիռների համատեքստում նախորդին տեղի ունեցած միջոցառման, այսօրվա իրադարձությունների հետ, արդյոք չի ավելի բարդացնում այդ խաղաղության ինստիտուցիոնալիզացման, ինչպես նաեւ դուք նշեցիք, գործընթացը, արդյոք չի բարդացնում խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման հարցը, արդյոք չի բարդացնում իրավիճակը, ինչպես երեք Ալիևը եւ Փաշինյանը ողջունելով նշեցին երկու ժողովուրդների կամ քաղաքասարակությունների միջև շփումների ընդլայնման անհրաժեշտությունը։ Գիտեք, մի բան է դեկլարատիվ հայտարարությունը, այլ բան գործնական քայլերը եւ ես կարծեմ անցյալ շաբաթ եմ նկատել արձանագրել, որ Ալիևի որոշ քայլերում նկատվում է հակափաշինյանականություն, այսպես ասենք։ Այսինքն դա անձնական, ասենք, հակակրանք որակել իհարկե թեթևամտություն կլներ, բայց Ալիևը շահագրգռված է կարծես խորհրդարանական ընտրություններին, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակ սրել։ Եվ այսպես կոչված դատավճռի այսպես փաթեթային հրապարակումը ինքնին հաշվարկված է նաև այն առումով, որ բնականաբար Հայաստանում արժանանալու է տարակուսանքի, քննադատության, գործող իշխանության հասցեին վերագրումների, ինչի եւ ականատես ենք լինում, ասենք, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը կամ ասենք ոչ իշխանամետ հատվածին, ապա դա կարելի է նույնիսկ բնական օրինաչափ վերաբերմունք համարել, որտեղ երկու խոսքը հայազգի անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահների, ազգային ժողովի նախկին նախագահի, բարձրաստիճան զինվորականների մասին է եւ նրանց ճակատագիրը բնականաբար ցավ է պատճառում յուրաքանչյուրից։ Բայց երբ դա արվում է, կարծես թե ավելի բորբոքելու նկատառում, ապա սա բնականաբար մոտորումների եւ կասկածամտության տեղիք է տալիս, թե արդյոք Ալիևը որքանով է անկեղծ խաղաղության գործընթացին հավատարիմ լինելու իր խոստման մեջ։ Եթե դատենք տրամաբանությամբ եւ քաղաքական նպատակահարմարությամբ, ապա նա պետք է շահագրգռված լինի, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, որտեղ հայտնի չէ, թե իշխանափոխության դեպքում, ասենք, ինչ զարգացում։ Եթե նա շահագրգռված է նրանով, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, որպեսզի պայմանագրի ստորագրումը վիժեցվի, պատճառ դառնա, որ ինքը հրաժարվի պայմանագիրը ստորագրելու, սա արդեն վտանգավոր եւ անհանգստացնող միտում կարող ենք համարել։ Շատ լավ, ներքաղաքական նաև օրակարգ սրելու միտումներ կարող է հետապնդել ինչու, այսինքն վնասել գործող իշխանությանը, թուլացնել նրա դիրքերը ընտրություններից առաջ, որպեսզի ինչ լինի։ Ու որպեսզի ինքը առիթ ունենա ասելու, որ չկա երաշխիք, որ այդ իշխանությունը հաջորդ 5 տարիներին կառավարելու է, իշխելու է Հայաստանում եւ պայմանագրի ստորագրումը հետաձգում է, սա մեկ։ Երկրորդ կարող է ասել, որ ահա Հայաստանում իշխանության է եկել ռևանշիստական ուժ,
որը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, եւ եթե չի ճանաչում, ապա Ադրբեջանը չի կարող այդ իշխանության հետ, այդ կառավարության հետ պայմանագիր ստորագրել։ Հիշեք, կարծեմ տարեսկզբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ պայմանագիրը ոչ թե Հայաստանի իշխանության պետության հետ է, այլ հայ ժողովրդի հետ։ Այսինքն հայ ժողովուրդը պետք է ընդունի այն ինչ որ այսօր իրողություն է, ասենք ստատուս քվոն պետք է ընդունի այ ժողովուրդը։ Սա նույնպես ենթատեքստային ընդգծում է եւ չգիտեմ ես մի անգամ եմ ասել կամ մեկ-երկու անգամ եմ ասել, որ մեզ թվում է թե հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրված է, ահա շուտով կգործարկվի թրիպ երթուղին, ընդդիմությունը կարծում է, որ դրանից Հայաստանը տուժում է, Հայաստանը վնասներ է կրում, իշխանությունը ներկայացնում է այնպես, որ դա Հայաստանի առաջընթացի զարգացման երաշխիք է, բայց այդ ամենը դեռևս խոսակցություն է, քաղաքական հայտարարությունը, որը ասենք Վաշինգտոնում ստորագրվել է, իրավական փաստաթուղթ չէ, իրավական պայմանագիր չէ, մենք չունենք հայ-ադրբեջանական հաստատված վավերացում անցած պայմանագիր։ Մենք չունենք հայ-ադրբեջանական սահմանազատում, որը կողմերի խորհրդարանների կողմից հաստատված կլինի։ Մենք չունենք Թրամփի երթուղի նախագծի կառուցման, շահագործման, վերահսկողության մասին իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթեր։ Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Երևանում կտա այդ իրավական գործընթացների մեկնարկը։ Բայց այստեղ նաև հարց է, թե Միացյալ Նահանգների փոխնախագահը Բաքվում Իլհամ Ալիևի հետ թրիպ նախագիծը քննարկելու է, թե ոչ։ Այսինքն, որն է Ադրբեջանի նպատակադրվածությունը, Ադրբեջանի համար ցանկալի է հաղորդուղիների ապաշրջափակում այն սկզբունքներով, որ համաձայնեցվել են անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Մենք չենք կարող 100% երաշխիքով ասել, որ այո, Ադրբեջանը հավատարիմ է այն սկզբունքներին, որ քաղաքական հայտարարությամբ համաձայնեցվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում եւ տեսեք, երեք Ալիևը Աբու Դաբիում հայտարարեց, որ Վաշինգտոնը միայն արձանագրել է միջայց ձեռք բերված համաձայնությունները եւ մեկնակետ նշեց Աբու Դաբիում դրանից մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպում։ Սա ինչ որ ենթատեքստ պարունակող ակնարկ է առ այն, որ Դոնալդ Թրամփը Տեր Աստվածը չէ եւ նա չէ, որ ամեն ինչ որոշում է։ Եթե կողմերի միջև ձեռք չբերվեր համաձայնություն, ապա Վաշինգտոնյան հանդիպումը, Վաշինգտոնյան գագաթաժողով չէր կայանա։ Մոտորապես սա էր ասում Ալիևը, սա էր հասկացնում։ Որքանով է դա իրականությանը համապատասխանում կամ որքանով համապատասխանում է Միացյալ Նահանգների նախագահի այսօրվա քաղաքականությանը կամ ինչպես կընդունեն Վաշինգտոնում նրա այդ հայտարարությունը, սա բոլորովին այլ խոսակցության թեմա է։ Մենք պարտավոր ենք արձանագրել փաստը, որ երեք նա Ադրբեջանի նախագահ հստակ շեշտեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության հարաբերությունների հաստատման, հաղորդուղիների բացման, եկեք այս կոնտեքստում տեղավորենք նաև 19 անձանց հայրենադարձության հարցը, կարող են կարգավորվել միայն երկկողմ համաձայնության, առանց երրորդ կողմի միջամտության կամ պարտադրանքի, ինչպես օրինակ մեր ընդդիմադիր որոշ գործիչներ են իրենց թույլ տալիս, պետք է Վենսին համոզել, որպեսզի նա Ալիևի նկատմամբ ճնշում գործադրի։ Ալիևը նախապես հայտարարեց, որ ճնշում չի ընդունելու։ Դա կեցվածք է։ Շատ հնարավոր է, որ բանակցությունների սեղանի շուրջ Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից ներկայացված բոլոր պահանջները նա ընդունի, բայց փաթեթավորելու է այնպես, որ դա իր ցանկությունն է։ Ինչպես օրինակ խաղաղության պայմանագրի
նախաստորագրված տեքստը։ Երբ հոդվածները համաձայնեցված չէին, այլև բոլորովին այլ ոճով եւ այլ լեզվով էր խոսում։ Հենց որ հայտարարեց Հայաստանը, որ պայմանագրի բոլոր հոդվածներն այլևս համաձայնեցված են, որևէ լրացուցիչ քննարկում չի լինելու, անմիջապես դա ներկայացրեց որպես ոչ միայն իր նախաձեռնություն, այլև իր հեղինակած տեքստ, ինչը բնականաբար որոշակի ազդեցություն է թողնում նաև Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում, չէ՞ մարդիկ ասում են, որ տեքստը Ալիևն է գրել, ուրեմն դա պարտադրանք է։ Պարոն Աթանասյան, այսինքն Ադրբեջանին սպասվող ընտրություններում ձեռնտու կլինի այս իշխանության պարտությունը։ Ես չեմ ասում ձեռնտու կլինի, ես այսպես տեսականորեն ենթադրում եմ, որ իրավիճակի փոփոխության դեպքում, ասենք միջազգային քաղաքական օրակարգի որևէ կարդինալ փոփոխության դեպքում Ալիև կարող է խաղաղության նախաստորագրված պայմանագրի ստորագրումից հրաժարվելու առիթներ փնտրել, եւ այդ առիթներից մեկը կարող է լինել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Շնորհակալություն, պարոն Աթանասյան։ Խնդրեմ։ Զրուցակիցս Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանասյանն էր։